իրական։ Վերջուկի ձեր նշած Ռուսաստանի արտգործնախարարության հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հայտարարությունները, որոշները անգամ կոշտ հնչեցին Կրեմլյան հանդիպումից հետո։ Անմիջապես հետո, մեկ օր անց։ Ուղիղ կապը այդտեղ է։ Միանշանակ։ Որովհետև լարված միջպետական հարաբերությունները, որտեղ կա բավական լուրջ ջրբաժան, քաոտիկ հարաբերություններ էր, ես իմ գնահատականը տվել եմ ասելով, որ ինչ որտեղ անգամ զարմացել էի, որ Փաշինյանը անձնական ցանկությունով եւ իր հենց այսպես կազմակերպչական ամեն ինչ արել էր, որպեսզի գնար անձամբ հանդիպեր, որտեղ հասկանում էր պահի լրջությունը, որ հասկանում էր, որ ճգնաժամը խորանում է եւ դա լավ տեղ չի տանում, առավել եւս նախընտրական քարոզարշավի այս этаպին։ Եվ մենք տեսանք նախադեպը չունեցող հանդիպում, որովհետև դիվանագիտական պրակտիկայում, երբ որ արարողակարգային նայում ենք, ես չեմ հիշում գետ մեկ դրվագ, երբ որ նախորդ նախագահները նման խոսակցություններ ունենային սուր, բացեի բաց, մամուլի ներկայությամբ, ես պատկերացնում եմ, ինչ տիպի խոսակցություն է եղել փակ դռների արանքում։ Եվ կարելի է ենթադրություն անել, որ այո, միջպետական հարաբերություններում կա բավականին լուրջ խոթաններ, այդ մասին ուղիղ ակնարկներ եղավ, որոշ չափով դիվանագիտական պարամետրերով, որոշ չափով եղավ նաև կարծես ուլտիմատումային շանտաժային խոսույթ եղավ, բայց փաստայինա, որ այո, Հայաստանը պետք է առերեսվի այդ խնդիրների հետ, որովհետև հասկանում է, որ ամբողջ այդ առևտրաշրջանառություն, ենթակառուցվածքների եւ կապակցված են Ռուսաստանի հետ եւ եկած պահին Ռուսաստանը բնականաբար պետք է դրանք գործիքներ օգտագործի Հայաստանի դեմ կամ իր ազգային պետական շահերը սպասարկելու համար։ Հետևաբար նաեւ իրենց մոտ ուրիշ տրամաբանություններ նաեւ։ Իրենք ասում են հետեւյալը, երբ որ բերում ես նախընտրական քարոզարշավի այդ շրջանակ, ասում են եղբայր, նույն Հայաստանում, Երևանում չէր, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ ուղիղ եւ անկաշկանդ ասում էր, որ օրինակ մենք ուզում ենք շարունակաբար աշխատել գործող իշխանությունների դեմս Նիկոլ Փաշինյանի հետ, հետեւաբար դա հավաքական արևմուտքի, եթե կարելի այդպես ձևակերպել, իրենց նախընտրելի տեխնազունն է, որի հետ ուզում են, այսինքն որ նա վերարտադրվի։ Հետևաբար ռուսական կողմն էլ հասկացնում է, որ եթե օրինակ մի գերտերություն կարող է ներկայացնել իրենց քիմքին հաջող տեխնազույն, մենք էլ ունենք մեր քիմքին հաջող տեխնազու, հետևաբար այստեղ նաև հարց կա, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնացել էր օրինակ իր վերարտադրվելու մասով ամենայն դեպս Ռուսաստանից աջակցություն, արտաքին օգնություն, ինչպես ուզում եք ձևակերպեք, թե գնացել էր, որ իմանար, որ էստաֆետը հանձնում է։ Եվ այստեղ հենց այնպես չէին հնչում, ամենայն դեպս Պուտինի շուրթերից հենց այնպես բաներ չի հնչում, հա։ Երբ որ իհարկե խոսքը գնում է իր քաղաքացու մասով, որը որ քաղաքական պայքարի մեջ է, բայց այս պահին բանդարկված, բայց նաև հասկացնում է, որ քաղաքական ուժերին թույլ տվեք մասնակցեն ընտրություններին։ Գոնե մինիմում թույլ տվեք, իհարկե մենք չենք խառնվում ձեր ներքին գործերին։ Երբևէ լսել եք, որ Հայաստանի կողմից նմանատիպ հայտարարություն երբևէ Ռուսաստանում թույլ տվեք բացառված է, չի եղել նման դեպք։ Ես նման դեպք չեմ հիշում։ Հետևաբար այո, ինչ որտեղ, այո, որքան էլ դիվանագիտական ձևաչափով փորձում են ասել այն, հետո ասել, գիտեք, դա չդիտարկեք որպես ներքաղաքական կյանքին միջամտություն, բայց այդուհանդերձ դա այդպես է եղել է։ Իրականում նրանք հասկացրեցին, որ մենք էլ ունենք մեր սրտի տեխնազուն։ Եվրամիության մասնակցությունը հայկական ընտրություններին չեզոք մասնակցություն։ Երևակայեք ամբողջ մեր երրորդ հանրապետության տարիներին ամենաներգրավված этаպն է գալիս, որ Եվրոմիությունը մասնակից է լինելու, որովհետև սեփական դիմումի համաձայն խնդրագրով, գիտեք, արտաքին գործերի նախարարի անմիջապես իր վերահսկողության տակ եղել է խնդրագիր ուղղված Եվրոմիությանը, որպեսզի մոլդովական սցենարով ընտրությունների համար որպես օժանդակող խմբեր, գիտեք, հայտնի խմբեր պետք է գան, որոնք դա օժանդակություն է, թե միջամտություն։ Գիտեք, դա եւ է։ Մի բան է, գիտեք ինչ, տեսեք, նայեք, վերապահված է, չէ, քո պատկան մարմիններին կատարել են գործառույթները, որ իրական օրենսգիրքն է ասում։ Այո։ Հիմա այսքան ժամանակ լավ է թե վատ է, ինչքան է կեղծիքներ եղել են եւ այլն, փաստացի բոլոր պատկան մարմինները զբաղվել են իրենց գործառույթներով։ Հիմա դու նախադեպ ես ստեղծում, բերում ես որպես օգնություն
խմբերի, որոնք որ, այսինքն քո ընտրական օրենսգրքին իհարկե համապատասխանեցնելով փորձելու են ամբողջ այդ process-ին ներկա գտնվեն, հսկեն, վերահսկեն եւ այդտեղ մի հատ նաեւ խնդիր կա, իհարկե ես կարծում եմ, որ հիմա իրենք աշխատում են ներպետական օրենսդրության մեջ այդ մասը, այդ բացը լրացնելու, որ հետագայում խնդիր չունենան։ Բայց փաստը այն է, որ եղբայր, եթե դու ժողովրդավար երկիր ես, եթե դու կեղծելու միտում չունես, անունը դնելով հիբրիդային պատերազմի դեմ պայքարի խմբեր, լուրջ ֆինանսավորումով, այդ մարդկանց բերում եք այդ հիբրիդային հարձակումները Հայաստանի ձևակերպումը դա է։ Հա, ձևակերպումը դա է, դրանք կեղծ այսպես ասած։ Ոչ թե դրա կեղծն ու անկեղծը, գիտեք ոնց, դա ինչ որտեղ ուռճացած, ֆետիշացված է շատ դեպքերում։ Բայց այստեղ էլ տեսեք ռուսական կողմը ինչ է անում, հա, նույն ձևով, այսպես ասած, քաղաքական այդ խոսույթին իր դեմպինգն է անում։ Ասում է եղբայր, դե որ այդպես է, մեզ էլ դիմեք, մենք կամ մեզ մի դիմեք, մենք էլ առաջարկում ենք այդպիսի հանձնաժողով խումբ էլ մենք ուղարկենք Հայաստան, թող մի հատը չլինի, երկուսը լինի, թող շատ չլինի, քիչ չլինի։ Դե ԱՊՀ-ն կգա ընտրություններին։ ԱՊՀ-ն պետք է գա։ Հիմա այստեղ նաև այդ ձևաչափը պետք է հասկանանք ինչ ֆորմատով են աշխատելու, հա։ Այսինքն տեսեք, օրենսդրության մեջ, ես դրա համար եմ ասում, Հայաստանի համար դա նախադեպ է։ Հիմա իրավաբանները ավելի պետք է հստակ այս հարցին պատասխանեն, թե այդ ձևաչափը ինչպես է ներպետական օրենսդրության հետ համապատասխանեցնելով, որպես գործառույթ ինչա տրված ԱՊՀ-ին, ինչա տրված է, նրանք որպես դիտորդ այդ ձևաչափը կա, նորություն չի, հեծանիվ չենք մոգոնում, բայց այս ձևաչափը արդեն նորություն է, ու սա NBC ձևաչափ է վերապահված, որը որ ավտոմատ իրանք ներգրավում են ընտրական process-ի մեջ, ընտրությունների process-ի կազմակերպման։ Արտաքին հետաքրքրությունը մեծ է, միանշանակ մեծ է։ Հիմա այդ մեծությունը լավ է թե վատ, դա կայունությունն է բերելու, թե անկայունություն։ Դե տեսեք, այստեղ գալիս ենք այն կուլմինացիային, որ տեսնելու ենք, որ հավաքական արևմուտքը եւ մասնավորապես Եվրոպան ավելի վստահ կարող է իր գործառույթները իրականացնել Հայաստանում, եթե տրամաբանորեն նպատակ է դրել առավել եւս, որ գործող իշխանությունները վերադադրվեն։ Այսինքն այն միտումը, որը հետապնդում է հավաքական արևմուտքը, այս ֆորմատով կարող է ապահովագրի իրեն։ Եվ վերարտադրման համար ապահովագրություն որպես կարող ենք դիտարկել հարցին։ Այս եմ ես տեսնում։ Դրա համար եմ ասում, եթե նախորդ ընտրություններին էլի եղել են միջամտություններ եւ այլն, մենք այս պարագայում տեսնելու ենք, որ իշխանությունները անձամբ ներգրավել են այդ մարդկանց, այ մոլդովական սցենարը ինչպես եղավ, նույն սցենարով, այսինքն շատ ավելի հեշտացնում են իրենց գործը մեկ, երկրորդը վստահություն է գալիս, որ այդ ամեն ինչը ճշգրիտ է կազմակերպվում։ Մոլդովայում այդ միջամտությունը բերեց ընտրակեղծիքների, թե բերեց։ Մոլդովայում եղավ էլի իրանց երկրի համարել էր նախադեպ, առավել եւս երբ որ ընտրության իրավունք վերապահված էր արտերկրում բնակվող իրենց քաղաքացիներին։ Հիմա այդ մասն էլ Հայաստանում դեռևս բաց է։ Հիշում եք, խոսում էին դեսպանատներում գնալ քվեարկելու մասով։ Այդ մասով ով է վերահսկելու այդ պահը ոնց է կազմակերպվելու։ Այսինքն այս ամբողջ մի հատ ցանցը պետք է հասկանանք, թե ինչպես են կազմակերպում, որ ճիշտ ճշգրիտ ճանապարհով գնա։ Շատ բարդ է լինելու ընտրությունն, վստահություն կարող ես ունենալ, որ համենայն դեպս եվրոպական կողմը չի գնա ինչ-որ ներքին պայմանավորվածությունների, բայց երբ որ տեսնում ես, որ քաղաքական հայտարարություններ են հնչում գործող իշխանությունների հետ, վերստին ցանկություն կա մեծ աշխատելու, հասկանում ես, որ այդուհանդերձ նրանք, այսպես ասած, ժողովուրդը կասի սիմպաթիա են տածում այս իշխանությունները, հետևաբար, երբ որ կա սիմպաթիա, նաև կա, եթե առավել եւս գործիքակազմ ձեռը գուցե եւ օգտագործեն։ Ապրենք տեսնենք։ Բայց բարդ է լինելու։ Ավելի քան բարդ ընտրություններ։ Շատ լավ։ Մանավանդ երրորդ իրենց համար երրորդ շեմն է, որ պետք է հաղթահարեն, եթե հաղթահարեն, երրորդ անգամ, որոշների համար առաջի քայլն է դա։ Ընդ որում նման կոնֆիգուրացիա հələ չենք տեսել դեռ։ Նորություն է լինելու։